Ես այդտեղ մի քիչ հակասություն եմ տեսնում։ Սա վատագույն տարբերակն է, որ մենք անում ենք։ Պիտի լինի համակարգ։ Արդյոք դա լավ է, թե վատ։ Բողոքելու պատճառ չունեն։ Իդեալական պատասխան, իդեալական։ Եվ հետո կա մրցակցություն։ Սպասեցինք, համբերեցինք։ Դա է սպորտի հիմքը, դու պիտի ապացուցես։ Հնարավոր է կոտրվեն։ Եթե մի հատ էլ 9-1 եղավ, կապ չունի ով է մրցակիցը, Մոտիվացիան էլ է կորում։ ես սպասում եի, որ ինքը գար ու այս ավելի երիտասարդ հավաքականը կառաջնորդեր։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Ինտերֆուտբոլը նոր ալիք YouTube-յան ալիքում եւ այսօր մեր հյուրը ֆուտբոլային մարդ է, այո, ֆուտբոլով ապրող մարդ է, այո, ֆուտբոլով շնչող մարդ է, այո, համոզված եմ, քիչ անց արդեն ծանոթանալով հաղորդմանը համոզված եմ դուք ինքներդ էլ կզգաք այդ ամենը, եթե դեռևս ձեզ մոտ այդ հարցը պահպանվել էր։ Մեր հյուրն է այսօր շատ հայտնի մեկնաբան ֆուտբոլային Արման Աբելյանը։ Ողջույն Արման ջան։ Ողջույն։ Ոնց է տրամադրությունը։ Շատ լավ ֆուտբոլային ինչպես միշտ։ Ես առաջարկում եմ այսօր ոչ թե հարցազրույցի ֆորմատով մեր զրույցը կառուցենք, այլ պարզապես խոսենք ֆուտբոլից, որը մեր կյանքի անբաժան մասն է կազմում։ Ես առաջարկում եմ խոսենք հայկական ֆուտբոլից։ Ավելի լավ։ Հայկական ֆուտբոլ, որի վերաբերյալ երևի թե ամենամեծ այսպես ասած ուշադրության չափաբաժինը մեկնաբաններից ու առհասարակ ֆուտբոլային մարդկանցից կա գոնե այդպիսի տպավորություն, որ քեզ մոտ է։ Ինչի հետ է դա կապված։ Երևի ինձ փոքրուց սիրել եմ դրանից է, հետո որոշ ժամանակ գնացի ծառայության, այդ ժամանակահատվածում ավելի քիչ էի հետևում, հետո նաև շփումներ ունենալով մեր երջանկահիշատակ գործընկեր Դավիթ Մարտիրոսյանի հետ, իմ հասակակից, ինքն էլ շատ նվիրված էր, շատ բաներ անում հայկական ֆուտբոլի համար, ու ինքը այդ սերը նորից վերակենդանացրեց իմ մեջ, ու ես կարելի ասել մոլուցքի պես բաներ կան, որ ուղղակի չես կարող բացատրել, այսինքն շատ սիրում ես, ուզում ես, որ քո տեղում ամեն ինչ լավ անես, ու գումարած հայկական ֆուտբոլը մի կարևոր առավելություն ունի, երկու։ Առաջինը, որ դու կարող ես հենց կոնկրետ ազդել ինչ-որ բաների վրա, որ քեզ դուր չեն գալիս, օրինակ եթե այստեղից քննադատես Ռեալին, հաստատ Ռեալի ղեկավարությանը չի հասնի կամ մարշչին։ Այստեղ եթե ճիշտ քննադատես, կարող է հասնել։ Ու գումարած, որ դու խաղերը կարող ես դիտել ստադիոնից, իսկ որպես մեկնաբան, որպես լրագրող, դու լրիվ ուրիշ ձև ես ֆուտբոլը բացահայտում, երբ հենց ստադիոնից ես դիտում։ Գլխավոր հարցը, որը բոլոր իմ հյուրերին տալիս եմ, ինչու մեզ մոտ չի ստացվում մանկապատանեկան ֆուտբոլից քաղել այն պտուղները, որը Խորվաթիայի պես երկրում ստացվում է, բալկանական երկրներում ստացվում է, ինչը մեզ մոտ ըստ քեզ միգուցե այնպես չի արվում, որ այդ երիտասարդները այդ անցման փուլը, արդեն կայացման փուլը հստակ ֆիքս են իրենց համար ու գնան առաջ արդեն որպես պրոֆեսիոնալ ու կայացած ֆուտբոլիստ ու արդյունք տան նաև հետագայում ազգային հավաքականում ու ակումբներում։ Հետաքրքիր է, որ հաճախ ֆուտբոլիստի կարգի մասին խոսելիս նշում է, որ այդ ֆուտբոլիստը օրինակ լավ դպրոց չի անցել, մանկապատանեկան, դրա համար ուժեղ ֆուտբոլիստ չէ։ Բայց մեզ մոտ նաև հաճախ լինում է քննադատություն, որ չէ, լավն է խաղացողը, լավ հատկանիշներ ունի, բայց պրոֆեսիոնալ չէ, ճիշտ մտածողություն չունի։ Ես այդտեղ մի քիչ հակասություն եմ տեսնում, որովհետև ավելի հաճախ մենք կարծես երկրորդ հարցին ենք գնում, որ չէ, ինքը կարծես վատ ֆուտբոլիստ չէ, կարող է առաջ գնալ, բայց ձգտում չունի, պրոֆեսիոնալ չէ։ Մի փոքր նաև ճոխացված է այդ մանկապատանեկանի հարցը, որովհետև ֆուտբոլիստի վրա ազդում է նախ ինքը իր վրա, բացասական մեզ մոտ կա նաև շրջապատ, ընտանիք, գործակալ, միայն մեզ մոտ չէ։ Նայում եք ֆուտբոլիստի նաև հասարակության մեջ։ Իսկ եթե խոսենք հենց մանկապատանեկանից, կնշեմ մրցակցության քիչ լինելը, այսինքն կան մի քանի ուժեղ թիմեր, տարբեր տարիքային թիմերում, եւ այդ թիմերի մեջ է օրինակ վիճարկում, չգիտեմ, մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոնը։ Եվ այդպես ամեն տարի գնում է, ամենաուժեղները մրցակցություն շատ չեն տեսնում, իրենք լավագույնն են, իրենք հավաքականներ են հրավիրվում ու քիչ են խաղում միջազգային խաղեր, որպեսզի տեսնեն իրենց ներուժը, ասենք շատ խաղան լավ գոնե վրացական թիմերի հետ ու ցանկալի կլինի նաև որ եվրոպական լինի։ Եթե ավելի շատ խաղան, նաև իրենց աճելու տեղը կտեսնեն։ Հիմնականում սա կնշեմ, բայց իրոք այդ մտածողության հարցը կա։ Ամեն մեկը սիրում է մյուսին մեղադրել, բայց ինքն իր գործի մեջ թերանում է։ Արման ջան, դու նշում ես օրինակ մրցակցության պակասը,
ինչ որտեղ նաև այդ ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, շրջապատի մարդիկ շատ հաճախ նաև տանում ենք պարզապես ծնողների ցանկությամբ, ոչ թե երեխայի կարծիքը հաշվի առնելով։ Գուցե հենց այստեղից է գալիս ի սկզբանե խնդիրը, որ այդ երեխան ինքը չի ընտրել այդ ուղին, գնում է միտեղ, որտեղ պատրաստ չի պահել իր առջև այդ գեր նպատակը ֆուտբոլիստ դառնալու, երբ գնում է տուն, հարազատները, ընկերները ասում են, չէ դու ամենալավն ես, դու ամենան ես, այդ ամեն ինչին զուգահեռ շատ հաճախ ծնողը մոտենում է մարշչին, ասում է, «Բա իմ երեխան չեք տենում, ինչ գոլեր է խփում»։ Այդ ոչ ֆուտբոլային մտածողությունը ամենամեծ խնդիրը չի, որ երեխան գուցե իր տեղում չի հայտնվում պարզապես։ Կա նման խնդիր, բայց կարծում եմ միայն մեզ մոտ չի, ես նայում եմ տարբեր հարցազրույցներ, նաև եվրոպական երկրների մարզիչներից, օրինակ Սեսկ Ֆաբրեգասը, որն իր որդուն տանում է Կոմոյի դպրոց, ասում է, որ այնտեղ էլ ծնողները խառնվում են, չպիտի թողնեն խառնվեն, ինչ-որ այսպիսի հարցեր տարբեր տեղեր ծագում է։ Հիմա մեզ մոտ մենք այստեղ ենք արդեն ներսից ավելի ամբողջական ենք դա տեսնում։ Պիտի լինի համակարգ։ Հա, ասենք մարզիչների աշխատավարձը բարձրանա, սա նա, բայց հիմա էլ այնպես չի, որ լավ մարզիչներ չկան, առանձին լավ մարզիչներ եղել են, կան ու կլինեն, բայց այդ լավ մարզիչներ ինչ որ համակարգ պիտի լինի, որ աշխատի։ Դա կլինի առանձին ակումբի համակարգ եւ ընդհանուր Հայաստանում ֆուտբոլի զարգացման համակարգ։ Թե չէ մենք անընդհատ ինչ որ կետային բաներից խոսենք, այս ակումբը այստեղ հիմնադրվեց այս մարզիչը, չէ, ինչ որ ընդհանուր զարգացման համար միայն համակարգը կօգնի։ Ու նույն Խորվաթիայում էլ կա այդ համակարգը, մյուս տեղերում էլ կա։ Ճիշտ է, գաղափարը որպես այդպեսին մարմնացում կարելի ասել չստացավ հայկական ֆուտբոլում, երբ որ մենք իդեմս ֆեդերացիայի ընտրեցինք իսպանական մոդելը հայկական ֆուտբոլի զարգացման համար, բայց անգամ եթե մենք ընտրել ենք մի մոդել, այդ մոդելի վերջնակետը, վերջնաժամկետը, արդյունքների գոնե ակնկալման ժամկետը ինչքան կարող է լինել, որ մենք ասենք լավ, դե սպասեցինք, համբերեցինք, այդ մոդելը փորձարկեցինք, քանի ֆուտբոլիստ ստացանք այդ մոդելի արդյունքում։ Արդյոք մենք պարզապես սենց շատ բաներ անում ենք, որ ասենք դե մենք ունենք մոդելել, մենք ունենք ռազմավարությունել, մենք ունենք այս ինչ քայլերի հերթականությունը, բայց տենց ունենք, որովհետև պետք է ունենանք։ Այդ իսպանական մոդելը ակումբների մեծ մասը այդպես էլ չկիրառեց, ֆեդերացիան ի սկզբանե հենց դրա վրա էր շեշտը դրել, որ բոլորը օգտագործելու են կամ գոնե մեծ մասը եւ ինչ որ արդյունք է տալու, բայց այդպես չեղավ եւ շատ մեծ գումարներ ծախսվեցին այդ իսպանական ֆուտբոլի ներդրման համար, ովքեր աշխատում էին, նաեւ Մելենդեսը, դրա համար պետք է նախապես հաշվի առնել, որ ակումբն է ուզում, որը չի ուզում։ Եթե զգանք 17-երի վրա, 19-ների վրա, հետո մյուս փուլն է գալիս։ Օրինակ նշեցիր անցումային տարիքը, չէ՞, մի քիչ առաջ։ Բա մենք պիտի հասկանանք բանակային հարց ոնց ենք անելու, լավագույնները գնում են ԲԿՄ-ում խաղում են, դա լավ է, բա մյուսները ոնց անենք, որ ավելի սահուն լինի, այսինքն դա էլ արդեն մյուս հարցն է գալիս։ Ու հետո այնպես չի Հայաստանից հեշտ է եվրոպական ակումբ գնալը, այստեղ ես դիտել եմ հենց այստեղ Հենրի Ավագյանի հարցազրույցը, նա դա ասում էր, չէ, որ պիտի գործակալել ունենաս, պիտի ինչ-որ մեկը քեզ ներկայացնի եւ Հայաստանից գնալը այնպես չէ, որ այդպես խաղ ու պար է։ Ունենք մենք առաջընթաց հայկական ակումբային ֆուտբոլում, թե պարզապես հիմա առանձնացել են մի քանի ակումբներ, որտեղ ֆինանսական ներդրումները քիչ թե շատ գոնե ստաբիլ են ու դա որոշակի առումով նաև ապահովում է արդյունք։ Իհարկե դեռ շատ առաջընթացի տեղ կա, բայց ես համատում եմ օրինակ 2016, 17, 18 այդ թվականների հետ, ինձ թվում է շատ մեծ է տարբերությունը։ Բնականաբար բոլոր թիմերը ուժեղ չեն, որոշակի անդունդ կա հիմա առաջին 5 թիմերը Պրեմիեր լիգայի եւ երկրորդ 5 թիմերը, բայց այն վերևի 5 թիմերի մեջ շատ լուրջ պայքար է գնում եւ խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս, այսինքն ինչպես էր սկզբում Արարատ Արմենիան ուժեղ կազմ այսպես բերեց, հետո Փյունիկը հասավ, հիմա Նոան նոր նշաձող է սահմանել։ Ու մենք տեսնում ենք Եվրոգավաթներում, մենք արդեն չենք զարմանում, որ Նոան Լեգիա է հաղթում կամ Ռիեկա է հաղթում կամ Փյունիկը Հունգարիայի չեմպիոնին է հաղթում, ինձ թվում է դա էլ ցույց է, որ առաջընթաց կա։ Հայ ֆուտբոլիստները օրինակ հայտնվում են հենց նույն Փյունիկում, Արարատ Արմենիայում, Նոայում, երբ տեսնում են այն ֆուտբոլիստներին, ովքեր դրսից են հրավիրվել։ Ըստ քեզ, նրանք հնարավոր է կոտրվեն, որ տեսնում են իրենց չեն վստահում, իրենք միգուցե շատ sense
լավ ճանապարհ են անցել, շատ խոստումնալից են, բայց հայկական ֆուտբոլում հատուկ են դեպքերը, որ ճարահատյալ վիճակից դրդված չեն միայն նրանց հնարավորություն տալիս, այլ պարզապես նկատում են, ասում են արի։ Ինձ թվում է իրենք բողոքելու պատճառ չունեն, որովհետև այդ թիմերում արտասահմանցի ֆուտբոլիստների մակարդակը բարձր է, բայց կա նաև լեգիոներների լիմիտ, այսինքն իրենք պարտադիր մեկ է խաղացնելու են հայ ֆուտբոլիստների ու այդ ֆուտբոլիստները շանս ստանալու են, առնվազն 3-ը լինելու են հիմնական կազմում։ Եվ հետո կա մրցակցություն։ Դու պիտի դիմանաս դրան, եթե ներքին մրցաշարերում չես դիմանալու, ապա հետո դու հավաքականին էլ չես կարող օգնել։ Օրինակ, այստեղ հյուրերից մեկը Կարլեն Հովհաննիսյանն է եղել, որը նույն ԲԿՄ-ից է եղել է համատաբար երիտասարդ մյուսներից, բայց խաղով ապացուցեց, որ ինքը պիտի հիմնական կազմում խաղա։ Դա է սպորտի հիմքը, դու պիտի ապացուցես։ Հա, լինում են դեպքեր, մի մարզիչը չի վստահում, մեկը անարդար է, մեկը լեգիոներին է տեղ տալիս։ Դա լինում է, պատահում է, բայց գլոբալ, եթե նայում ենք, եթե ֆուտբոլիստը վաստակում է իր տեղը, ինքը խաղում է։ Ես ուզում եմ այդ Չէ, համաձայն պահը դրան անդրադառնամ այդ նույն լեգիոներների լիմիտին։ Ես ինձ համար այսքան տարվա ֆուտբոլասեր եմ, ես դեռևս չեմ գտել պատասխանը։ Արդյոք դա լավ է, թե վատ, որովհետև այն ֆուտբոլիստը, որ գիտի, որ իր տեղը ապահոված է, ինքը ոնց էլ չլինի, կողքի աչքով տեսնում է, չէ՞, ում հետ է մրցակցության մեջ հիմնական կազմում հայտնվելու համար։ Երբ տեսնում է, որ տենց այդքան էլ մրցակցություն չկա հիմնական կազմում լինելու համար ու ապահոված է իր տեղը, մոտիվացիան էլ է կորում։ Այո, լավ չի։ Ու արհեստական աշխատավարձերն բարձրանում են, այսինքն այդ ֆուտբոլիստին, որ իրական աշխատավարձը իր խաղի համար պիտի լիներ, օրինակ 3000 ամսական, դառնում է 6000 օրինակ, որտեվ ինքը պահանջված է դառնում։ Օրինակ բերեմ, որ մեր հարևան թշնամի երկրում լիմիտը հանեցին այս մրցաշրջանում։ Այնտեղ հիմա 11 ադրբեջանցի կարող է հիմնական կազում խաղալ, որտեվ ու շատ քիչ տեղեր կան, մեկնարկային կազմի վրա լիմիտ կա։ Դե Վրաստանում լրիվ ուրիշ մեթոդ է, այնտեղ խրախուսում են վրացի ֆուտբոլիստների խաղալը, պետությունը գումար է տալիս, այնտեղ տրանսֆերի վաճառքից վրացի ֆուտբոլիստի էլի գումար են ստանում, այնտեղ ուրիշ համակարգ է, որը հուսանք մի օր մեզ մոտ էլ կլինի։ Հուսանք գոնե աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու ընթացքում տենց կձուլվենք մի քիչ, կսովորենք։ Գնանք ազգային հավաքական։ Եղեշե Մելիքյանը եկել է նոր փուլ է սկսել մեր հյուրերից, օրինակ Եգոր Գլումովը ասում էր, որ չճնշենք այդ մարդկանց, թողենք իրենք աշխատեն ու ակնկալիքներով անընդհատ չխեղդենք։ Ճիշտ տարբերակ է այդպես շարժվել ըստ քեզ։ Իսկ թվում է Մելիքյանը վաստակել է այդ իրավունքը, որ լինենք ավելի համբերատար, բայց օրինակ ճնշումը նորմալ է պիտի լինի, բայց դա հավաքականի մարզիչ բնական է միշտ կան սպասելիքներ, ինձ թվում է դա գործընթացի մի մասն է։ Օրինակ նախորդ մարզիչները Պետրակով, Կապառոս, իրենք երբ եկան, միանգամից սկսեցին պաշտոնական խաղերով։ Պետրակովի համար նույնիսկ Թուրքիան էր առաջին խաղը Երևանում։ Մելիքյանը կարծես ավելի շատ ժամանակ ունի։ Նախորդ շրջափուլը ինչ որ կոնկրետ արդյունքի խնդիր չկար դրված, հետո 3 ընկերական խաղ եւ նոր սեպտեմբերին ազգերի լիգա, որտեղ կա առաջին տեղ գրավելու խնդիր։ Դրա համար ինձ թվում է Մելիքյանին վստահում են եւ Մելիքյանի աշխատանքի այդ առաջին պտուղները ավելի շատ ազգերի լիգայում կերևա։ Իսկ եթե չլինեն այդ արդյունքները ըստ քեզ, ինչ պետք է մենք անենք որպես ֆուտբոլային հասարակություն։ Դե նայած ինչ ձև կդասավորվի, եթե Կիպրոսին խոշոր հաշվով պարտվենք, դա արդեն Չէ, դե այդքան վատ թող չլինի Աստվածաշանի, այլ պարզապես առաջին տեղը չենք կարողանում զբաղեցնել։ Չէ, ես դեմ եմ, որ նորից սկսենք ինչ-որ մեծ որոնումների գնալ, էմոցիաներին տրվենք։ Ինձ թվում է դեռ մի քանի տարի նույնիսկ կարող է Մելիքյանը մնալ աշխատել։ Իհարկե, ելի եմ ասում, եթե մի հատ էլ 9-1 եղավ, կապ չունի ով է մրցակիցը, չէ, պետք չէ այդպես էլի, որովհետև նման հաշիվները լուրջ ահազանգ են, նույնիսկ եթե խաղում ենք այլ մոլորակայինների հավաքականի դեմ։ Բայց ինքը գործընթաց է իրականացնում, կազմը հիմա այնպես չի էլի, որ մեծ տաղանդներով լեցուն է կազմը, այսինքն շատ մրցունակ կազմ է։ Ինքը փորձում է եղածով առավելագույնը անել։ Իդե Պետրակովին էլ այդ ժամանակը չտրվեց ու հայ որոշակի անկում գնում էր հավաքականը արդեն վերջում, բայց այդպես շատ արագ հրաժարվեցինք իրենից, կարծես ամեն ինչ բարթելով իր վրա։ Ու մենք չէ, ֆեդերացիան այդ փոփոխություններ անելով կարծես բեռը ամեն ինչ դնում է մարզչի վրա, ճանապարհում է, հետո այդ բեռը դնում են եկող մարզչի վրա ու այդպես հավերժ։
Այնց այդ հանգամանքը ընդհանրապես նյարդայնացնում է, որ մենք համբերություն չունենք, ես էլ համբերություն չունեմ, այնպես չի ես ունեմ դրա համար եմ ասում, բայց մենք համբերություն չենք դրսևորում ու անընդհատ ոնց որ այն reset-ի կնոպկան է, էլի, դե վայ չստացվեց, վայ բոլորդ բողոքում եք, նոր դեմք, նոր անուն, 1 տարի էլ կգլորենք, 1 տարի էլ կսպասենք արդյունքների չստացվեց, նորից կսեղմենք այս կոճակը։ Սա վատագույն տարբերակն է, որ մենք անում ենք։ Ըստ իս, անգամ Վանցխիպը, անգամ Պետրակովը եւ բոլոր այն մարզիչները, որոնք շատ կարճ ժամանակահատված են գլխավորել հավաքականում, մենք այնքան ազնիվ ու արդար չենք եղել իրենց հետ, որ ասենք, գիտեք ինչ կա, եկել եք 3-4 խաղա, կարողանում եք հրաշք գործեք, եթե չգնում եք։ Ըստ իս, դա ամենամեծ սխալն է, որ մենք անում ենք, որովհետև այդ ամեն ինչին զուգահեռ ֆուտբոլային համայնքն էլ ասում է, դե լավ, դե եկավ, ուրեմն եթե իրանք ընտրել են այս ինչ մարշչին, պետք է որ ամեն ինչ լավ լինի։ Գալիս է 9-1, ինչ որ մի հատ sense վատ թիվ, այդ 9-1-ը շատ դաժան վերջին շրջանում։ Ես օրինակ կատեգորիկ դեմ եմ, որ այդպիսի պարտություններից հետո ինչ որ մեկը հեռանա ազգային հավաքականից, որովհետև այդպիսի ցավոտ հարվածները այդ մարդկանց համար շատ ավելի ցավոտ են եղել ու իրանք ավելի, ասում եմ, պրինցիպի են ընկնելու ու մաքսիմալ փորձելու են թույլ չտալ այդ ամենը։ Օրինակ Վրաստանը մինչև Եվրոյում այդ հաջողությունը գերխոշոր հաշվով պարտություն Իսպանիայից էր ունեցել, եթե չեմ սխալվում 0-7 հաշիվներ, թե 1-7 չեմ հիշում, բայց Սանյոլին վստահեցին, պահեցին, թե չէ կարող են էմոցիաների ազդեցության տակ հանել։ Իսկ եթե նայենք ընդհանուր մեր հավաքականը մենք ուզում ենք որ ավելի կայուն լինի, բայց այս տարիների ընթացքում քիչ հատվածներ են եղել, որ մենք կայունություն տեսել ենք, այնպես չէ որ դա նորություն է։ Ոսկե սերնդի ժամանակ 1-2 շրջափուլ այդ սերունդը իրոք լավն էր, բայց ելի չնվաճեց ուղեգիր։ Պետրակովի ժամանակ կար հատված, Կապարոսի ժամանակ կար անպարտելիության Երևի Կապարոսի հատվածն էր ամենա տես մի քիչ ստաբիլոտը։ 9 խաղ անընդմեջ։ Բայց ելի հետո այսպես անկում գնաց։ Դրա համար մենք այսպես գոնե առանձին հաղթանակներով պիտի ուրախանանք, ավելի կոնկրետ մեր սպասելիքները ձևավորենք։ Ինչ վերաբերում է ազգերի լիգային, դա մի քիչ ուրիշ պատմություն է։ Ազգերի լիգայում խաղում ենք գրեթե մեր կարգի հավաքականների դեմ, այնտեղ չկա Պորտուգալիա, այնտեղ Հունգարիա չկա, պլյուս-մինուս մեր կարգի են։ Դրա համար ազգերի լիգայում, երբ կա օրինակ այդպիսի պահանջ առաջին տեղ, կարելի է նորմալ համարել, որովհետև այդտեղ թոփ հավաքական չկա։ Համաձայն եմ այդ առումով, բայց ոնց ես նայում այն հանգամանքին, որ ներկայումս շատ ու շատ երիտասարդների է նաև Մելիքյանը բերում հավաքական, համոզված եմ ասելու ես դրական, բայց կկարողանանք մենք ֆուտբոլային հասարակությանը ասել, համոզել, բացատրել, որ գիտեք, հիմա պետք է սպասենք, հիմա պետք է համբերենք, որպեսզի Կարլեն Հովանեսյաններ հայտնվեն, մյուս ֆուտբոլիստների հնարավորություն տանք, որ իրենք գան, ամրացնեն նախ իրենց տեղը հավաքականում, հետո էլ արդեն վերցնեն իրենց ուսերին այդ ծանր բեռը, որը կոչվում է ազգային հավաքականում խաղալ։ Միգուցե համաձայն չլինես, բայց ինձ թվում է երկրպագուներից շատերը adekvat են։ Ես օրինակ հիշում եմ Թուրքիայի հետ նույնիսկ մենք Երևանում պարտվեցինք, ես շատ քիչ բացասական մեկնաբանություններ եմ հիշում, որովհետև բոլորը տեսան թիմը փորձում էր, ամեն ինչ անում էր, ու ասենք դա Թուրքիայի խաղն էր։ Ինձ թվում է հաճախ դա գնահատում են, մենք որքան ենք մոտ եղել հաղթանակի կամ ոչ ոքի։ Այս դեպքում հա, էլի սպասենք այդ երիտասարդները խաղան փորձ հավաքեն, բայց դա հավերժ չի կարող լինել։ Օրինակ Գեորգի Հարությունյանը պաշտպանի համար երիտասարդ է 21 է սպայն, բայց ինքը 30-ից ավելի խաղ է հավաքականում խաղացել։ Դե բնականաբար դու եթե 30 անգամ իրեն տեսել ես, սպասում ես որ գնալով լավացնելու է, ոչ թե վատացնելու է։ Դրա համար ֆուտբոլիստն էլ պիտի պատասխանատվություն զգա, հավաքականում հավերժ հնարավորություններ չեն տալիս։ Իսկ երիտասարդների հայտնվելը մի քիչ էլ արհեստական է հիմա, որովհետև մի սերունդ գնաց ուղակի։ Չի հրավիրվում Վարազդատ Հարոյանը, դասպային ակումբել չունի։ Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարյան, Սարգիս Ադամյան, տարբեր են պատճառները, մի մասի պատճառաբանությունները կարելի է հասկանալ ինչու չեն գալիս, մի մասինը ես օրինակ համաձայն չեմ, թե ինչու որոշեցին էլ չգալ հավաքական, բայց կներես, այս պարագայում այդ բոլոր 4 անուններն էլ որ նշեցիր, բոլորի պարագայում էլ, հա, կարող են լինել այլ դրդապատճառներ, որ ասում եմ, ջրի տակի քարեր կարող են լինել։ Դեռ Մխիթարյան չասացին, Մխիթարյան։ Չեմ էլ թողնում, որպեսզի հասնես այդտեղ, որովհետև
լայն հասարակությանը մենք տալիս ենք հետևյալ միտքը. այս մարդիկ դադարեցրին իրենց մրցելույթները, հավաքականում հրաժարվեցին Հայաստանի հավաքական հրավիրվելուց ու հիմա չեն հրավիրվում։ Լավ, Լուկաս Սելարյանը, ես ոչ մի բան չեմ կարող իր մասին վատ ասել։ Ինքը երբ եկել լավ խաղացել է, ինքը ոչ այստեղ ծնվել, ոչ այստեղ մեծացել է, ինքը եկել է Արգենտինայից, բայց մենք իր խաղամակարդակը տեսել ենք, ինքը միշտ այդ որակը ապահովել է։ Հիմա որոշեց չգալ, անձնական խնդիրներ ունի իր երեխայի հետ կապված, գիտենք, խնդիր չկա։ Բայց օրինակ Բարսեղանի դեպքում, որին Մելիքյանը համոզեց հետ բերեց, տվեց ավագի թև կապը, Բարսեղանը խաղում էր, հետո եղավ Կարմիրը, Մելիքյանը էլի պատրաստ էր իրեն հրավիրել, հնարավորություն տալ, բայց Բարսեղանը ուղղակի որոշեց չգալ։ Մինչդեռ տեսնում ենք նա Սլովանում խաղում է ու լավ է խաղում։ Հիմա օրինակ Բարսեղանը այստեղ ծնված մեծացած հայրենասեր, ես սպասում եի, որ ինքը գար ու այս ավելի երիտասարդ հավաքականը կառաջնորդեր։ Ինչու չի գալիս, հա, հարգում ենք իր որոշումը, բայց ես օրինակ չեմ հասկանում։ Ինչպես գիտեք, ընդամենը օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականը իր երկրորդ տնային ընկերական խաղում Մոլդովայի ընտրանու դեմ մրցեց։ Այս անգամ Եղիշե Մելիքյանը հրաժարվեց երկու կենտրոնական հարձակվողով սխեմայից։ Այս գոտում մեկնարկային կազմում միայն Միրանյանը հայտնվեց։ Փորձարկումների մեջ գտնվող մեր գլխավոր մարզիչը հիմնական կազմում ասպարեց, նաև Նարեկ Գրիգորյանին դուրս բերեց, ով հավաքականում քիչ խաղաժամանակ է ստանում։ Առաջ ընկնելով ասեմ, որ Նարեկը շատ լավ տպավորություն թողեց։ Ակտիվության տեսանկյունից իրեն առաջարկելու առումով դաշտում լավագույններից էր։ Միակ բանը, որը Նարեկին պակասում էր, ավարտական եզրափակիչ հատվածում լրջորեն կաղում էր ռեալիզացիայից։ Սա ասում եմ թե հարվածներ եւ թե փոխանցումներ կատարելուց։ Հավաքականի կազմում իր լավագույն հանդիպումներից մեկը Էրիկ Փիլոյանը անցկացրեց, ինչպես միշտ խաղում էր կրակն աչքերում։ Լինելով 3 ցենտրբեքերից մեկը, տեսակ ինչքան հաճախ էր ու ինչքան որակյալ էր գրողներին միանում։ Էրիկը գնալով դառնում է իրապես ժամանակակից ֆուտբոլի պաշտպան, ռեալ աճ գրանցելով ամեն օր։ Նկատեցիք քանի սահանգումներ նա արեց։ Պարզապես չկան խոսքեր։ Ոչ բոլորը ընկերական խաղում ահա այսպիսի սահանգումների կգնան։ Մեկ վայրկյան չմտածելով, որ մարդ ես, բա որ վնասված կստանամ։ Էրիկ ջան, մեծ ռեսպեկտ քեզ ու նաև բոլոր տղաներին, որովհետև նվիրվելու տեսանկյունից հարցեր չկան ընդհանրապես։ Վստահ խաղ ցույց տվեց նաև հավաքականում նորամուտը նշող դարպասապահ Միշիևը եւ փրկեց թիմին այն հազվագյուտ դրվագներից մեկում, երբ Մոլդովան մեր դարպասին էր մոտենում։ Երկու խաղյա կտրվածքով լավ տպավորություն թողեցին նաև Դավիթ Դավիդյանը եւ Արթուր Սերոփյանը հատկապես։ Արթուրը վերջին 4-5 ամսում լրիվ նոր խաղամակարդակ ձեռք բերեց։ Շատ լավ զգացվում է, որ արդեն ռանդոմ կերպով իր հստակ տեղն ու դերը ունի թիմում։ Իսկ դե Կարլեն Հովանեսյանից հաղորդման առաջին մասում արդեն խոսվեց։ Այս երկու խաղի աֆիշի մեջ նա հավաքականի ամենամեծ բացահայտումներից էր։ Ինչ վերաբերվում է բուն խաղին, արդեն միջնամասից էլ պարզ դարձավ, որ մոլդովանները չէին եկել Հայաստան, որպեսզի ֆուտբոլ խաղան։ Նրանք եկել էին կոնկրետ մեկ նպատակով, որ միավոր փախցրեն այստեղից։ Ավտոբուս, անհարկի կոպիտ խաղ, սադրող գործողություններ եւ դժգույն տեսք հարձակման գծում։ Ավելի տհաճ ու հիասթափեցնող մրցակից պատկերացնել հնարավոր չէր։ Նրանց մեր տուգանային հրապարակում երևի 2 անգամ տեսանք, բայց չգիտես ինչու հաջողացրեցին գոլ խփել մեզ։ Իդեպ գրեթե նույն սցենարը նաև Ղազախների դեմ խաղում եղավ։ Հիմա հարց է առաջանում, այդ ինչպես է լինում, որ դու ստեղծում ես հարյուրավոր գոլային պահեր ու ընդամենը մեկն ես խփում, իսկ քո մրցակիցները ստեղծում են ընդամենը 1-2 դրվագ ու նույն այդ 1 գոլն են խփում։ Սպերցյան առանձին ֆիգուրին մեր մակարդակից բարձր անհատին մի կողմ դրած, մնացածի մոտ լրջորեն կաղում է ավարտական էպիզոդներում խաղային բարձր կարգը։ Այսքան հարված ես ու ընդամենը մեկը մտնի։ Մենք ցածրակարգ մոլդովաններին պետք է հաղթեինք 4-0 հաշվով։ Սպերցյանի ետևից խաղընկերները չեն հասցնում, չեն կարողանում կարդալ իրենց ավագի խաղային գաղափարները։ Մարդը պաս է տալիս, առաջ չեն գնում, փոխանցման է սպասում, գնդակ չի ստանում, գծում է, մշակում է, կառուցում է գրոհը ու որևէ մեկի սխալ գործողությունից այդ կոմբինացիան հոտս է ցնդում։ Գնդակը հարմար սկուտեղի վրա ասես, մատուցում է խաղընկերոջը, նա կրակակետից բարձր է հարվածում։ Մեր կենտրոնական հարձակվողները չունեն բացարձակապես մարդասպանի բնաստ։ Հասկանում եք, նման դիրքերից միջին կարգ ունեցող կենտրոնական հարձակվողը իրավունք չունի վրիպի։ Իսկ գիտեք ինչու հյուրերը խփեցին այս գոլը, որովհետև կոնկրետ զգոնության պակաս եղավ։ Մի կերպ երկար տանջվելուց հետո գոլ խփեցինք ու հենց այստեղ մեր կոնցենտրացիան նվազեց։ Իսկ նկատել եք, որ մենք ոչ հարված պահել գիտենք, ոչ հարվածներ ընդունել են կարողանում, ոչ էլ հարվածին ունակ ենք տալ համարժեք պատասխան։ Մեր ռեակցիաները չեն աշխատում։
աշխատում։ Նման սցենարով ընթացող խաղում միայն մեզ հետ կարող էր պատահել այնպես, որ գոլ բաց թողնեինք։ Այո, դիրքային գրոհներ կազմակերպելով ասպեկտում, նույնիսկ Մաններգեյմի գիծը կառուցած Մոլդովայի դեմ գործեցինք բավականին հաջողված։ Այս առումով չկան հարցեր։ Այս պրիզմայում ունենք առաջընթաց։ Պետրակովի օրոք դիրքային գրոհներն էլ չգիտեինք ինչ էր, մանավանդ վերջին этаպում, բայց այս ամենը արդյունք չի բերի երբեք, եթե դու ամենակարևոր ավարտական հատվածում գործում ես ահա այսպես։ Կարճ ասած լավն էլ տեսանք, բացասականն էլ քիչ չէր։ Եղիշե Մելիքյանը հանձն է առել, շատ ծանր առաքելություն։ Նրան հիմա չես նախանձի մեղմ ասած։ Դրա համար ամիսներ շարունակ պնդում եմ, որ այս հավաքականից պետք չէ ակնկալել արդյունք, բայց հենց այստեղ ամենաներքևներում ես դու բնավորություն ձեռք բերում, թացը չորից տարբերում, սովորական պատանուց դառնում ազգային հավաքականի դեմքը ներկայացնող, խոչընդոտներ հաղթահարած պրոֆեսիոնալ զիգ ֆուտբոլիստ, որպեսզի վաղը խաղընկերների տանես քո հետևից։ Հանդիպումից հետո տղաների մոտ դատարկություն էր։ Դեմքներին երես չկար, սակայն կյանքի փորձը հուշում է ինձ, որ ոչինչ չի լինում ուղղակի այսպես։ Մեր կորուստների թողած դատարկությունն էլ ի վերջո դառնում է այն հողը, որտեղ հասունանում է նոր ու մեծ իմաստություն։ Լավատես լինենք։ Առաջարկում եմ հայկական ֆուտբոլը մի քիչ շնչելու հնարավորություն տանք, գնանք դեպի աշխարհի առաջնություն, абսուրդային ֆորմատային փոփոխություններ ա կրել 48 հավաքական առաջին անգամ։ Մեր են ոսկե սերնդի հավաքականը կլիներ այս առաջնության մասնակից։ Եթե ուրիշ աշխարհամասում խաղայինք կլիներ, որովհետև հիմա Կյուրասաո եւ այլն այդպիսի հավաքականներ են մասնակցում, հաստատ այն ժամանակվա մեր հավաքական ուժերը, բայց եվրոպական գոտին ինձ թվում է ինչպես դժվար կար, այդպես էլ մնացել է։ Ըստ քեզ ֆավորիտները ովքեր են այս առաջնության, կամ միգուցե կամ մի հավաքական, որին առանձնահատուկ երկրպագելու ես։ Չեմ երկրպագելու, բայց խաղով կառանձնացնեմ Իսպանիային, հիշելով Եվրոն, նաև դրա տպավորության տակ, կազմով Ֆրանսիա, Պորտուգալիա, այսպես կնշեմ, ու մի քիչ զարմանում եմ, ոչ մեկ չի հիշում Գերմանիայի հավաքականին։ Շատ կարծիքներ եմ լսել, բայց ոչ մեկ Գերմանիային նույնիսկ top 5-ում չի դնում ֆավորիտներին։ Ես սպահում եմ իմ հոգու խորքում Գերմանիայի հավաքականին, բայց նայեք հիմա ինչ եմ անում։ Կրիշտիանո Ռոնալդոյի մասին ասացիր, որ վատ բան չասեցիր։ Բայց Կրիշտիանո Ռոնալդոն ներկայումս չի խանգարի, որ նրանք հաղթող դառնան։ Ինքը կորոշի խանգարի թե չէ։ Իրանից է կախված։ Նրանք շատ ճուզի լինել միշտ հիմնական կազմի խաղացող, նաև փոխարինման մտնի։ Ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Թե չէ Պորտուգալիայի կազմը Դե կիսապաշտպանությունը լավագույնն է աշխարհում, ըստ իս։ հա, կա այդպիսի պոտենցիալ այնտեղ, որ Վիտինյա, Նևեշ, Բրունո Ֆերնանդեշ, Բերնարդո Սիլվա։ Անցնենք բլիցով։ Ամենադժվար պահը մեկնաբանի կարիերայում պարտությունը, քո սիրելի հավաքականի մեկնաբանել, թե լռությունը խոսափողի առաջ են, որ ասելու բան էլ չունես։ Պարտությունը միանշանակ։ Խոսելու բան միշտ պիտի գտնի մեկնաբանը։ Եթե ֆուտբոլը լիներ ֆիլմ, ինչ ժանրի կլիներ այն։ Դրամա։ Մի բան, որ երկրպագուները չեն հասկանում ֆուտբոլից։ Եթե միայն ռուսական մեկնաբանությունը նայել, դա է ճիշտը։ Ուրիշ ճիշտ ձևեր էլ կան մեկնաբանելու, նաև ուրիշ երկրներում էլի։ Հաջորդ հարցը շատ լավ շարունակում է այս ալիքը, ամենաարդար քննադատությունը, որ ստացել ես։ Մի անգամ տարվել էինք խաղով եւ թույլ չտվեցինք, որ Էնֆիլդի սկզբի մասի երգը լսվի, Liverpool United խաղն էր, միանշանակ ընդունում եմ ու երբեք դա էլ չի կրկնվի։ Պիտի այդ երգը հանգիստ հնչի։ Խաղը, որ կուզեիր նորից մեկնաբանել։ Թուրքիա-Հայաստան հենց այնտեղից ենք մեկնաբանել այդ խաղը։ Ֆուտբոլիստ, որի խաղը տեղում չես գնահատել, բայց հետո հասկացել ես նրա մեծությունը։ Այդ պահին Տոմաս Մյուլլեր։ Շատ լավ ընտրություններ։ Եթե մեկ օրով դառնայիր մարզիչ, ում կհանեիր խաղադաշտից առհասարակ կամ ում ձեռք կբերեիր քո թիմի համար։ Կհանեի
Ռաֆայել Լիաոին։ Այ իդեալական պատասխան, իդեալական։ Ում ձեռք կբերեի Ռոդրին։ Եթե մեկնաբանությունը լիներ խաղ, քո դիրքը ո՞րն էր լինելու։ Հենակետային կիսապաշտպան միանշան։ Ընտրագույն։ Մի նախադասություն, որով կբնութագրես հայկական ֆուտբոլը։ Կասեմ այն նախադասությունը, որով ես սկսում եմ իմ բոլոր եթերները Հայաստանի առողջության, ողջունում եմ ամենաթերագնահատված լիգայի սիրահարներին։ Շատ ընտիր։ Քո կարծիքով լավ մեկնաբանը պատմում է խաղը, թե ստեղծում է մթնոլորտ։ Երկուսն էլ։ Ահա այսպիսի զրույց Արման Աբելյանի հետ, շնորհակալ եմ շատ սիրելի հետևորդներ, համբերատար, մեր զրույցը լսելու, միգուցե ինչ-որ հարցերում մեզ հետ չհամաձայնվելու համար, կարող եք այդ տեսակետները գրել մեկնաբանությունների հատվածում, գրեք այդ մեկնաբանությունները, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է։ Լայքեք, տարածեք տեսանյութը, բաժանորդագրվեք նոր ալիքին եւ իհարկե հիշեք, որ սա ինտերֆուտբոլն է, այստեղ խոսում ենք ֆուտբոլից, իսկ դա մի լեզու է, որը հասկանում են ամբողջ աշխարհում։ Կհանդիպենք արդեն շատ շուտով։ Կաթո վանաներ, վարդի թերթիկներով ու բադիկը։ Ուղղակի սերը անբացատրելի է։ Սենց մի անգամից զգացվեց, չէ՞, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը իմ։ Առաջարկում եմ սկսենք այն ամենա չալաղաճ կտորից, Ինտերից։ Ընտիր։ Մի քանի խոսքել գնանք դեպի Ներեցեք։ Մեսին, օրինակ Մեսին։ Իմ կարծիքով ինքը դառնար աշխարհի չեմպիոն, թե չդառնար աշխարհի չեմպիոն, համենայն դեպս առնվազն դարի լավագույն ֆուտբոլիստն էր, դա իմ կարծիքն է։ Բայց շատ պատկերացնում եմ հիմա ինչ են գրելու Ռոնալդոյի երկրպագուները։ բայց ես Ռոնալդոյին վատ բան չեմ ասել։ Գեղեցիկ սերի հետ շփման ժամանակ ոնց է հարաբերությունները կառուցվում, ֆուտբոլ սիրում ես, օքեյ, շփվում ենք, չէ։ Ես այսօր Գերմանիայի առաջնության խաղ պետք է նայեմ։ Չէ, բայց ես ուզում եմ, որ ում հետ շփվում եմ եւ կշփվեմ գեղեցիկ սերից, ընդհանրապես ֆուտբոլով չհետաքրվի, որպեսզի ես էլ այդ շրջանակից դուրս գամ, այսինքն ուրիշ թեմաներ, թե չէ ֆուտբոլը արդեն այն մյուս հատվածի հետ քննարկած վերջացած ենք լինում։ Արման Աբելյանը ինչ կարա զոհաբերի հանուն ֆուտբոլը դիտելու կամ մեկնաբանելու։ Շատ բաներ եմ զոհաբերել, շատ բաներ։ Համարյա ամեն ինչ պատրաստ եմ զոհաբերել։ Պարտադիր չի, որ թոփ հանդիպում լինի, եթե հանդիպման ես իրոք սպասում եմ, ինձ կոնկրետ հետաքրքիր է, ես անպայման կզոհաբերեմ։ Գերմանիայի առաջնության հետնապահների։ Այ շատ լավ օրինակ էր, փոքր ժամանակ դե Գերմանիայի առաջնությունը Սենիկ Կարապողոսյանն էր մեկնաբանում, շատ հավեսով, ջիգյարով մեկնաբանում էր, ու նույնիսկ հետնապահների խաղին ես անհամբերությամբ սպասում էի։ Հիշում եմ նույնիսկ Կիրակի օր մենք ընտանիքով հրավիրված էինք հարսանիքի, ոչ շատ մոտ մարդու, բայց հարսանիքի, բայց ես զուտ մնացել եմ տանը, որ այդ խաղը դիտեմ, որովհետև Սենիկը այնպես էր անոնսել այդ խաղը, այնպես որ ես ասում եմ, չէ, տուրի կենտրոնական խաղն է լինելու, մնացել նայել եմ։ Ահա թե ինչ էի պատրաստ զոհաբերել։